Բարև ձեզ, Ռուսաստանը չի ուզում հսկա Ղարաբաղ այս տարածաշրջանում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդականի այս խոստովանությունը պղտորել է Բաքվի տրամադրությունը։ Զախարովան մաքրաջրեց, բայց նստվածքը մնում է եւ մնում է Օվերտոնի պատուհանին։ Մոսկվան հուսով է, որ Ադրբեջանն էլ կճանաչի Ղրիմն ու Ռուսաստանի նոր շրջանները, կճանաչի, բա ինչ կանի։ Արցախի բռնազավթումը ճանաչելը հենց այդ փոխհատուցումն է պահանջում, որի մասին էլ հիշեցնում են Մոսկվայից։ Բայց մինչ այդ լավ կլիներ հիշել Բաքվին զինելը բիզնես է, ուրիշ ոչինչ։ Ռուսական մեկ այլ խոստովանությունը, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ, ուկրաինական ճգնաժամի ամենաթեժ պահին։ Դրա համար էլ նոր Ղարաբաղ չստանալու համար պետք էր պահել հինը ու չդարձնել այն դամոկլյան սուր ինքնորոշման կոնֆլիկտներում։ Սպասեք, կտեսնեք, այդ ուխտը դեռ քանի դուռ է չոքելու։ Բաքվի դատավարությունը, գիտեք, առևանգված հայերի մասին է, այդ դատավարությունն Արցախի գոյության իրավունքի դատապարտման մասին է։ Իսկ այդ գոյությունը պաշտպանել են այս աշխարհակարգի 3 հսկաները։ Իրականում նրանց են դատում։ Այնպես որ Մինսկի խմբից ազատվելը սովորական հաշվարկ չէ։ Ինչը պարզ չէ, որ ուժեղները միջազգային իրավունքի կարիք չունեն։ Ավելին, եթե պետք է թքում են այդ իրավունքի վրա։ Պաղեստինի շուրջ այրունը բա ինչի մասին է։ Միջազգային իրավունքի կարիք ունի թույլը ուժից պաշտպանվելու համար։ Դրա համար էլ որտեղ էլ կողմնորոշվեք Ուկրաինայում թե Մերձավոր Արևելքում հարկ կլինի նախ որոշել Արցախի միջազգային իրավունքի փլատակը ինչ է կանելու։ Հաջողություն։